Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք առատ բանջարեղենով, ավոկադոյով և պանրով սննդառատ վիտամինաշատ աղցան։ Այս թարմ ու նրբահամ աղցանի կարևոր գաղտնիքը թանձրուկն է։ Նուրբ ավոկադոյի և պանրի համեղ համադրությունը լիարժեք բացվում է հենց վերջում ավելացվող բուրավետ, թեթևակի թթվաշ ու հարուստ համերով թանձրուկի շնորհիվ։ Սկզբից պատրաստենք թանձրուկը, որի համար մեզ անհրաժեշտ է 2-ից 3 ճաշի գթալ թարմ կիտրոնի հյութ։ Առանձնացնում ենք կիտրոնի հյութը, վրան ավելացնում ենք կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի և աղ։ Քանի որ ավոկադոն միրգ է, այլ ոչ թե բանջարեղեն, այն շատ աղ չի սիրում։ Աղ ավելացնում ենք զգուշությամբ, որպեսզի մրգի համը չկորչի։ Բացի այդ, աղցանի մեջ պետք է օգտագործենք 100 գրամ դեղին պանիր, որը կլրացնի աղի չափաբաժինը։ Կավելացնենք 2-ից 3 ճաշի գթալ բուսայուղ և 1 ճաշի գթալ բալզամիկ քացախ, ընդգծված թթվաշհամ ստանալու համար։ Մի լավ խառնում ենք և վերջ, մեր համեղ թացանը պատրաստ է։ 1 գլուխ կարմիր սոխը և 2 լոլիկը բաժանում ենք խորանարդների։ Այս աղցանը շատ ավելի համեղ և նուրբ է ստացվում, երբ օգտագործում ենք կարմիր սոխ։ Բարեկամներ, ավոկադոն ունի մի շարք օգտակար հատկություններ, թվարկեմ դրանցից մի քանիսը։ Ավոկադոն նվազեցնում է վատ խոլեստերինը և բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը, ինչի շնորհիվ սիրտը սկսում է լավ աշխատել։ Ավոկադոն բարձր կալիումի աղբյուր է և ինչպես գիտեք, կալիումը կարգավորում է արյան ճնշումը և կանխում է ճնշման բարձրացումը։ Այն պարունակում է շատ մանրաթել, վիտամին K, E, C և B խմբի վիտամիններ։ Օգտակար է մաշկի և մազերի համար և երկար է պահում հագեցվածության զգացումը։ Մեր առողջությունը կախված է մեր սննդակարգից, այդ պատճառով նմանատիպ աղցաններ շատ պատրաստեք։ Խորանարդների ենք բաժանում 2 միջին չափի վարունգ և 100 գրամ դեղին պանիր։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Որպեսզի աղցանը աղի չստացվի, վերցրեք քիչ աղ պարունակող դեղին պանիր։ Ինչպես տեսնում եք, ամենապարզ, հասանելի և մատչելի բաղադրիչներով ստանում ենք ամենաօգտակար աղցանը։ Բաղադրիչները ոչ տապակում ենք և ոչ էլ շոգեխաշում, և բոլոր վիտամինները մնում են աղցանի մեջ։ Թեև ավոկադոյով այս աղցանը բավականին թեթև է, այն երկար պահում է հագեցվածության զգացումը։ Նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, միայն գունային խաղին նայեք, շատ հետաքրքիր համադրություն է ստացվել։ Մեզ անհրաժեշտ է 1 հասած ավոկադո, բութ մատով մի փոքր սեղմեք, եթե փոս է ընկնում, ուրեմն պտուղը հասած է։ Մեջտեղից կիսում ենք, հեռացնում ենք կորիզը և գդալի օգնությամբ հանում ենք միջուկը, ահա այսպես։ Եթե պտուղը հասած է, ապա գդալի օգնությամբ միջուկը կարելի է շատ հեշտորեն առանձնացնել կեղևից։ Ինչպես մնացած բաղադրիչները, ավոկադոն նույնպես խորանարդաձև կտրատում ենք։ Ես այս աղցանը շատ եմ սիրում, քանի որ այն ոչ միայն օգտակար է, այլ նաև չափազանց համեղ է։ Սիրելիներս, պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե արդյոք հավանեցիք աղցանի պատրաստման այս տարբերակը, շատ հետաքրքիր է։ Թարմության նրբերանգ հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր պունջ համեմ։ Համեմը այս աղցանի բոլոր բաղադրիչների հետ պարզապես իդեալական է համադրվում։ Այս երկու բաղադրիչը ավելացնում ենք աղցանամանի մեջ և վերջում աղցանը ցողում ենք մեր պատրաստած թացանով։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և վերջ, աղցանը պատրաստ է, կարելի է անմիջապես մատուցել։ Բարի ախորժակ։ Ավոկադոյով այս աղցանը այնքան գունառատ է, այնքան ախորժելի տեսք ունի, որ կարելի է պատրաստել նաև հատուկ տոն օրերին։ Այս աղցանը իմ ամանորյա տոնական սեղանին հաստատ տեղ է գտնելու։ Հասած ավոկադոյի կտորները պարզապես հալվում են բերանում, իսկ աղցանի մնացած բաղադրիչները աղցանին հաղորդում են խրխրթանություն։
Դե ինչ բարեկամներ, այսօր էլ սննդառատ, վիտամինաշատ, օգտակար, երկար հագեցվածության զգացում պահպանող նման աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։